որ հեծում փոխկապակցված ընկերություններից էին գնումներ անում, ուզում հասկանալ որևէ գործի մեջ կա, թե սա պարզապես էլի հայտարարություններ էին մեր կապարանոց եւ մեկ այլ հարց պարոն Արմենյանից, քանի որ մեջ է, 2021 թվականին ասում էին, որ Փաշինյանին պատրաստեն այդպիսի առաջարկություններ էին հնչում անվտանգության միջանցք տալ, հետևելով այս վաղ մեկնարկած քարոզարշավին մենք տեսնում ենք, որ հիմնականում ձեր ուժը խոսում է տնտեսական, սոցիալական խնդիրների վերաբերյալ, վերջին շրջանում նաև պայմանավորված անվտանգության բաղադրիչը, այսպես կանազի կողմից գծելու վերաբերյալ, բայց այնուամենայնիվ մենք չենք տեսնում հանրային համերաշխությանը միտված նաև որոշակի հայտարարություններ, որովհետև հանրային համերաշխություն չի լինի այնքան ժամանակ, մինչև այն մարդիկ, ովքեր օրինակ կառավարությունում մատնացույց են անում հանցագործների, բայց չի խոսվում այն մասին, որ վաղ թե ուշ նրանք կանգնելու են իրական արդարադատության առաջ։ Հիմա այս մասով ինչ է արվում եւ ելնելով նրանից, որ չի շեշտվում այս պատասխանատվության մասին, դուք անվտանգության միջանցք եք տալու Փաշինյանին։ Միջանցք կասես, մեկը կասեմ։ Տեսեք, նախ առաջինը ուզում եմ տեղեկացնել, որ Սամվել Կարապետյանը ես ինչքան ճանաչել եմ, միշտ եղել է այդպես միացնող, ոչ թե անջատող։ Ես, գիտեք, շատ դժվար է հարցին պատասխանել այն առումով, որ եթե մենք վերցնենք ամենափոքրիկ ինչ-որ արագ կատարողին սկսենք պատժել իշխանության գալու դեպքում, հավատացեք, այդ միասնությունը չի առաջանալու։ Ես չեմ ասում քրեական հանցագործները չեն։ Իմ անձնական կարծիքով, խնդրում եմ սա ֆիքսենք, կարծում եմ համերաշխությունը պետք է լինի որոշակի համաներման տեսքով, պետք է լինի որոշակի իրար միացնելու, ոչ թե առանձնացնելու, թշնամացնելու, բայց ես կարող եմ ձեզ ամենայն պատասխանությամբ հայտարարել պետական դավաճանությունը չի ներվելու։ Այսինքն, ինչի եմ սա ձեզ ասում, որովհետև ճիշտ եք ասում, քանի այդ ամեն ինչին գնահատական չի տրվել, այդ համերաշխությունը չի կայանում, ես կարող եմ ասել, որ պետական դավաճանությունը որևէ մեկին չի ներվելու։ Ինչ վերաբերում է այդ առաջարկներին մեր տնօրենների, մեր խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի, չգիտեմ, մեր մյուս տղաների, բան մի քիչ ավելի հումորով վերաբերվեք այդ աշխատանքի ընդունելու եւ այլ։ Ինչ վերաբերում է գնումներին։ Գնումների մասով դատարանի որոշման մեջ արձանագրված է, ուրեմն երկու կտորի հանգամանքի եմ ուզում անդրադարձ կատարել, մեկը հիմա գնումներով չի լինի, մի հատ ուրիշ հանգամանքով կլինի, երբ որ ինչներ գրել Ռոմանոսը, որ հետո ասած քաղաքական եմ։ Անի Արևայինների քանակը 1 միլիոն 800,000 արևային կայաններում թերգրանցումներ ա եղել, թիվ էր հրապարակել, վարույթի ժամանակ ասենք այս թիվը հրապարակել, ասեց քաղաքական գործ չեմ, կարամ ավելի գրանցեմ, կարամ ցածր գրանցեմ։ Ու համապատասխանաբար ակնհայտ է վերջում դա ոչ մի բան էլ չհաստատվեց, հա, այսինքն քաղաքական դաշտում։ Հիմա գնումների հետ կապված ՀՑԿՀ-ն արձանագրել է ոչ թե փոխկապակցված, չփոխկապակցված, որովհետև փոխկապակցվածության արգելք առնվազն գործողող ժամանակահատվածում չի եղել, կար հատուկ կարգավորումներ, որ դա տենդերներով պետք է լինի, բայց հաշվի առնելով, որ ինքը մասնավոր է, հատուկ կարգավորումներ ա։ Ցիտում եմ ինչա գրած դատարանի որոշման մեջ։ Դատարանը գնահատելով վարչական մարմնի կողմից երրորդ ենթակետի շրջանակում ներկայացված հիմնավորումները արձանագրում է, որ վերջինիս եզրահանգումները հիմնված են շուկայի ոչ լիարժեք ուսումնասիրման վերաբերյալ ընդհանուր բնույթի դիտողությունների վրա, որոնք սակայն չեն ուղեկցվում բավարար եւ կոնկրետ համատական վերլուծությամբ։ Մասնավորապես վարչական մարմինը հղում է կատարել այն հանգամանքին, որ շուկայում առկա են այլ մատակարարներ, որոնք կարող էին առաջարկել ավելի մատչելի գներ։ Խնդիրը չի գնում փոխկապակցված, ասում թանկ է քարել ուղղակիորեն։ Ինչպես նաև նշել է, որ այդ ընկերությունների ներկայությունը շուկայում հայտնի է եղել, սակայն չի ներկայացվել որևէ տվյալ այդ մասին, թե տվյալ կոնկրետ գնման պահին նույն տեխնիկական բնութագրերով ապրանքների շուկայական գինը ինչպիսին է եղել, եւ որքանով է այն տարբերվել ընկերության կողմից ձեռբերված ապրանքի գնից։ Դատարանը նաև արձանագրում է, որ համացանցում առկա տեղեկատվությանը
սակրտավոր հղումը առանց դրա բովանդակային վերլուծության եւ կոնկրետ տվյալների ներկայացման չի կարող դիտարկվել որպես բավարար եւ արժանահավատ ու վերջում ասում է վերագրելի հաշվառմամբ դատարանը եզրակացնում է որ վարչական մարմնի կողմից ներկայացված պնդումները կրում են ենթադրական բնույթ եւ չեն հիմնավորում բավարար ապացույցներով մինչեւ էլ արձանագրում է դատարանը գտնում է որ նման հանգամանքը ինքնին վկայում է մրցակցային գործընթացի արկայության եւ դրա արդյունավետության մասին այսինքն ոչ սա ի տարբերություն է մնացած որոշ կետերի ոչ թե ասել է քիչ են ապացույցները ասում չեք հիմնավորում որովհետեւ ինչ է ասել հանձնաժողով ասում է մեզ վստահեք մենք լավն ենք նայել ենք ես գիտեմ շուկայում ավելի լավ գներ կա ես գիտեմ հետեւյալն է էլի հարցում տեղեկատվություն ասում համացանցում նայել եմ լավ համացանցում որ նայել ես կարես տպես այդ նայել է արձանագրես ես այդ բերես ապացույց այդ նույն ժամանակահատվածին է որ մենք էլ կարողանանք ասենք հա վայ տեսակ ավելի էժան կա կամ չէ ասենք գիտեք դուք լրիվ ուրիշ բան եք տպել լրիվ ուրիշ բանի մասին է խնդիրը այսինքն էսա շատ կարևոր է եւ գնումների մասով ուղղակիորեն էսա 9-ի 3-րդ ներողություն 6-ի 3-րդ կետն է այդ 9 հատից հերկվել է այսինքն տեղ ոչ թե փոխկապակցվածության խնդիրներ այլ թանկի էժանի գնումների մասին օրենքում մի քանի ամիս առաջ է փոփոխություն եղել կարող է ամիսները սխալ ասեմ ասենք մի քիչ ավել մի քիչ պակաս որտեղ փոխկապակցվածության խնդիրները ավելացել հանրային կազմակերպությունների կողմից մինչև այդ չկար ինքնին արգելք, հա, բայց այս ընկերությունների խնդիրը ոչ թե փոխկապակցված, ասում թանկ է կարել գրումներով ավելի լավ գին կար։ Ի հավելում են դրան նաև ներկայացրել ենք, որ այդ ներդրումային ծրագրերը ստուգում է մի հատ հանձնաժողովը, ներդրումային ծրագրերի ամբողջ գնման գործընթացը, գնման պլանը վերահսկվում է հանձնաժողովի կողմից, դա տենց էլ չի, որ այդ լրիվ ազատ շուկա է։ Եվ գնումների մասին օրենսդրությունը տարածվում է որոշակի սահմանափակումներով այն իմաստով, որ ինքը պետական չի, բայց խիստ վերահսկվող է, որովհետև գնումների արդյունքները ազդում են բյուջեի վրա։ Սա զուտ արձանագրելու համար որ հերկվել է։ Կարճ արձագանք եմ անի հարցին կապված անվտանգության հետ։ Մենք 6 կետով ներկայացրել ենք, իմիջիալոց շատ գրագետ ու շատ ճիշտ, սկսած 10,000 դրոններից, էտել այդ կներեք այդ նկարող դրոնները չեն, էլի բավականին թանկարժեք եւ միջազգային լուրջ փորձ ունեցող լուրջ դրոնների մասին է խոսքը եւ ամենակարևոր հանգամանքը, որ մեր զինված ուժերում անգամ ժամկետային զինծառայողները ստանալու են աշխատավարձ, որից հետո անվճար կրթություն են ունենալու եւ այդ ամբողջ կետերը չբացեմ։ Այսինքն մենք մաս-մաս ենք ներկայացնում, իսկ մաս-մաս ներկայացնելու դեպքում այդ կետերը ամբողջությամբ ինչ է որ դուք տեսնեք այդ բրոշյուրը, որտեղ հետևը գրված է երաշխավորված է Սամվել Կարապետյանի կողմից։ Այդ ամբողջը միջազգային փորձագետներով մանրակրկիտ ուսումնասիրում է դրա կատարման հնարավորությունը եւ պարոն Կարապետյանի կողմից դրված է մի խնդիր, եթե անգամ 99% է դրա կատարման հնարավորությունը, չէ, պետք է լինի 100%, որպեսզի դա հայտարարվի եւ իր կողմից հաստատվի։ Շնորհակալություն։ Այդ երաշխավորության համար էլ եմ բարույթարուցել։ Եթե հարցեր, հա։ Պարոն Ղազարյան, պարոն Օրբելյան, իմ հարցը կապված է տկենի հաղորդման հետ։ Այն կետերը, որոնք տկենի սկզբնական հաղորդման մեջ էին ներառված, ըստ ձեզ մեծամասամբ վերաբերում էին հենց տկենի վերահսկողություններին ու հեծի կառավարման, այսպես կոչված, հեծի կառավարման ճգնաժամի հետ որևէ կապ բաղարշ չունեին։ Իսկ երկրորդ հարցը հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը տկենից այդ խնդիրները լուծելու մասով որևէ գործողություններ արել է, թե ոչ։ Չէ։ Տեսեք, ուրեմն նախ առաջինը տկեն է այդ ամբողջը գրելուց վերցրել է հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի տրված ինֆորմացիա։ Գրել է մեջ։ Նախ չէի մոռացել, ուղղակի չէի ուզում ասել, բայց պետք է ասեմ։ Այս վարչական ակտը դատական ենթադրում է հանձնաժողովի, այսպես ամենակիչը հանձնաժողովի նախագահի փոփոխություն։ Ամենակիչն եմ ասում, չհաշված ընդհանրապես այդ հանձնաժողովի երևի առողջացման ծրագիր գրելը։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև հանրապետության ամենամեծ գործատու ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունում հայտնաբերում են ճգնաժամ, բազմաթիվ կետերով մեղադրում են, դատարանը դա ճանաչում է ոչ օրինաչափ։ Հիմա ինչ վերաբերում է տկենին։ Տկենը այդ ամբողջ ինֆորմացիան վերցնում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովից, երբ որ մենք ասում ենք լավ, տկենը որ քեզ դատավեց, դու գիտեիր, ասում հա, ասում ենք, բա ինչի ոչ մի բան չէիր անում։ Չկա դրա պատասխան։
Այսինքն հանձնաժողովը ոչ թե պետք է վերցներ ՏԿ-նից, ինքը այդ ամբողջը ունենալով պետք է իր վարույթները հարուցեր ու համապատասխան ընթացքով գնար։ Սա եւս մեկ անգամ շատ ակնառու է դարձնում եւ ապացուցում է, որ քաղաքական է, որովհետեւ տարան օրենքը փոխեցին, իմիջիալոց եթե կհիշեք, օրենքը փոխելուց կառավարությունը տվեց բացասական պատասխան, բացասական եզրակացություն։ Այդ գլխադասային հանձնաժողովներ գլխառատ արեցին։ Այսինքն այնքան արագ էր ու իմիջիալոց իրար վրա գցելու գործընթացը շարունակվում է։ Կառավարությունը ամեն կերպով սկսած Եղիշը, չէ, Լիպարի Դրմյանի գրությունից, ինչի քպախմբաղություն է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ ոչ թե կառավարության բացասական եզրակացությունը։ Այս ամբողջությամբ գիտեք ինչ է, որ վաղը չեմ իսօրը քրեական գործ հարուցվի մի հատ կազմակերպված հանցագործության մասին, մարդիկ ասեն, դե մենք դե կապ չունենք, նա նախաձեռնությամբ հանդես եկավ, իրանք քվեարկեցին, իրանք փոխեցին, մենք կապ չունենք։ Ինչի։ Ինչ պահով։ Նայեք, հետևյալն է խնդիրը։ Մենք այս խնդիրը բարձրացրել ենք առաջին օրվանից, որ ՏԿ-ի հաղորդման այս հատուկ ռեժիմի ամբողջ տրամաբանությունը կայանում է հանձնաժողովի կողմից, հենց ճգնաժամ կա թե չկա, կառավարելի դարձնել, այլ ոչ թե տենց ինչ-որ էքստրեմալ պայմաններում պատասխանատվության խնդիր քննարկել։ Այն փաստը, ու հանձնաժողովը ինչ էր գրել այդ որոշման մեջ, նախագահան գրել էր, որ դե որ գրել են, ես ոնց որ կասկածի տակ չեմ դնում, առերևույթություն պետք է գնահատեմ ու դրա հիման վրա հարուցում եմ։ Բարույթի նյութերում նշված խախտումներից ենթադրյալ 9 կետից ոչ մեկի վերաբերյալ ապացույց չկա, ոչ մեկի վերաբերյալ ապացույց չկա։ 3-ի վերաբերյալ կա այլ ժամանակահատվածի նմանատիպ հանգամանքների վերաբերյալ ապացույց։ Միակ հարցը, որ տենց ընդհանրական ձևակերպումներ կա ՏԿ-ի բանի մեջ, այն ոչ թե 9 կետերի մեջ, որ այդ դժգոհություններ են աճում, այդտենց ինչ որ դրա հետ է։ Դատարանը ըստ էության արձանագրել է շատ հստակ, սա դատարանի որոշման ամենախնդրահարույց նախադասությունն է, բայց պետք է ցիտեմ։ Այս պայմաններում նույն փաստական տվյալների հիման վրա վարչական ներողություն, այսպիսով այն դեպքում, երբ հաղորդման ներկայացված տվյալները հանդիսանում են այնպիսի տեղեկատվություն, որը ձևավորվել է հենց հանձնաժողովի վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակում եւ արդեն իսկ գտնվել է նրա տրամադրության տակ, այդ տվյալները չեն կարող դիտարկվել որպես նոր կամ լրացուցիչ փաստական հիմք, որը կստեղծեր վարչական վարույթ հարուցելու ինքնուրույն անհրաժեշտություն։ Այս սրային դեպի համաձայն ենք։ Այն պայմաններում նույն փաստական տվյալների հիման վրա վարչական վարույթ հարուցելը առանց նրա հանգամանքների կամ էապես տարբեր գնահատման անհրաժեշտության վկայում է հայեցողական լիազորությունների անհետևողական եւ ոչ պատշաճ իրականացման մասին, ինչպես նաեւ հակասում է իրավական որոշակիության եւ համաչափության սկզբունքին, բայց դրանից հետո դատարանը գալիս է եզրահանգման, որ կարող էին։ Բայց մինչև այդ շատ հստակ է ասում, դատարանը արձանագրել է մի բան, որ ասում է ՏԿ-ի հաղորդումը ընդհանրական է եւ ընդհանրական ձևակերպումներ ունի եւ հնարավորություն է տալիս ընդհանրական գնալ եւ վարույթները ընդհանրական, բայց ասում այնուհանդերձ նշված դրույթը չի կարող մեկնաբանվել այն իմաստով, աներողություն, ոչմ չիմացիստեմ, բայց ասում դա չի նշանակում, որ ինչ ուզես պետք է ստուգես։ Ամեն դեպքում դա պետք է տեղավորվի ՏԿ-ի գործողությունների հաղորդման մեջ եւ առնվազն իմ նշած երկու կետերից մեկը չէ, որ երկուս եմ ասում, որտեվ 5-ը 6-ի մեկը լրիվ նույնն է։ Ընդհանրապես ոչ մի աղերս չունի ՏԿ-ի հետ։ Այսինքն տեսականորեն այն 4-րդ կետը ինչ որ ժամանակը փոխելով, մոդելը փոխելով, տվյալները փոխելով, ինչ որ ընդհանրական գալով կարող են կապ տալ, բայց մնացած բոլորը այն երկրորդ կետը մնացած ընդհանրապես ոչ մի աղերս չունի ՏԿ-ի հաղորդման հետ։ Եվ շատ կարևոր է նորից հանձնաժողովը ՏԿ-ի հաղորդման բարձրացված հարցերից գոնե մեկը ձևի համար փորձել է ժամանակահատվածում տրված խախտումներ, այդ ժամանակահատվածում տված անջատումներ, կոնկրետ վթարի պատճառներ չի ուսումնասիրել։ Ինչի՞։ Որովհետև գիտեր, որ հեծը մեղավոր չի։ Ի սկզբանե ամեն ինչից։ Այսինքն գոնե ապացույցները հավաքել ասել սա հերքվում է, այ բայց ես ուրիշ բան եմ գտել, ես ուրիշ բանի վերաբերյալ մի հատ նոր վարույթ եմ սկսում, այսինքն դա էլ չեն արել, որովհետև պետք էր արագ հապշտեպ ինչ որ գործընթաց եւ համապատասխանաբար ընթացակարգերը ամբողջությամբ խախտված են այս առումով։ Պարոն Խասինյան, հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոման Պետրոսյանը նշել է, որ այժմ հեծի վարկային բեռը նվազել է, իսկ ձեր կառավարման ժամանակ այն շատ ավելի բարձր է,
Այսինքն փաստացի ստացվում է, որ նա լավ է կառավարման Որոշել եմ որ գնալով թե որ չլինի։ Ձեր շնորհակալություն։ Եթե ոչ մի բան չանի չաշխատի, շատ ավելի արագ կմարի։ Այսինքն նույն հնարավորություն ունեցել ենք մենք եւ պատկերացրեք ինչքան սեփականատիրոջը ձեռք կտար, հաշվի առնելով, որ վարկերի տոկոսները սպասարկում էին ինքը իր սեփական միջոցներից, ինչքան ձեռք կտար ֆինանսական առումով արագ մարել այդ վարկերը։ Բնականաբար չի արվել դա, որովհետեւ այն գումարները, որոնք վաղաժամ պետք է մարվեն վարկերը, դրանցով ներդրումներ է կատարվում։ Ինչպես ես նշեցի, ներդրումներ համարյա չեն կատարվում, պլանային անջատումներ չեն կատարվում, որովհետեւ ներդրումները կատարվեն, եւ վարկը նորից կրկնում եմ, վաղաժամ փակելը, դա ֆինանսական արդյունավետության խնդիր չի լուծում, շատ կարճ, ուղիղ, պարզ եւ կոնկրետ։ Եթե վարկի տոկոսը իր գրպանից տալիս է սեփականատերը, դու տարար շուտ այդ փողը փակեցիր, ներդրում չկատարեցիր, որ վիճակը մի քիչ լավանա, դրա օգուտը ո՞րն է, մեր ազգաբնակության օգուտը ո՞րն է այդտեղ։ Բացի շոուն, չկա։ Ինչ վերաբերում աշխատանքային առումով, չեն կարողանում կառավարել, որի արդյունքը մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք բոլորս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, ստեսում ձեզ։ Այս անգամ ժամանակը